Ալոնա, իմ գործընկերն է, մենք միասին ենք աշխատում։ Լավ աշխատում է, շատ նպատակային, ասենք մի բան ես չեմ հասցնում, ինքը ինձանից առաջ անգնում, անդադ ուզում արած լինի։ Ես իր հետ շփվում եմ սուդո լեզվով, ինքն էլ ինձ դրանում է համտասնում։ Ասեմ, որ բոլոր կոշկարկանները չեն կարա հաշմանդամների համար կոշիկ կանեն, որտեղ այստեղ չափերի շատ լուրջ խնդիր կա։ Մեր ուստա Ղազարը շատ բարպետորեն է կատարում գործը։ Կոշկակարությունը իմ համար նույնպես շատ սիրելի գործ է, որովհետև եթե մի բանի վրա աշխատում ես, ասենք մանրակրկիտ ուզում ես ստանաս այն կարևորը, որ դիմացինին պետք է հարմար լինի, կոնկրետ մեր դեպքում աշխատում ենք հաշմանդամների հետ, այսինքն կարվում է ոչ ստանդարտ կոշիկներ։ Եթե կարում ես դու ստանաս այդ, որ իրան հարմար լինի, դու ես քեզ լավ զգում դրանից։ Արթուրը ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասնագետ է, սեղանի թենիսի մարզիկ, հաշմանդամություն ունեցողների առաջնության Հայաստանի չեմպիոն։ 2015-ից Սատար հաշմանդամների հասարակական կազմակերպության օրթոպեդիկ կոշիկների արտադրամասում կոշկակար է աշխատում։ Այս ծրագիրը իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Որպես կոշկակար աշխատում են 5 մարդ, 3 հաշմանդամություն ունեցողներ են։ 2015 թվականին, որ նոր մրցույթ հաղթեցինք, լրիվ անծանոթ բնակավար էր, մասնագիտական դասընթաց արեցինք եւ լավագույն մասնագետները ներգրավեցին այս ծրագրի շրջանակներում աշխատելու։ Որոշեցինք մեր սկզբունքներին համաձայն, որ պետք է մեծ մասն աշխատեն հաշմանդամություն ունեցողներ եւ ժամանակի ընթացքում, երբ հանդիպում ենք հաշմանդամություն ունեցողներ, հաստիկը անպայման փոխարինում է հաշմանդամություն ունեցողներով։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ գալիս են այստեղ, մենք իրենց չափսերը վերցնում ենք ամենամանրակրկիտ չափսերով, որ իրենց հարմար լինի, չցավեցնի, հարմար լինի, տեսքով լինի, այսինքն հաշմանդամը չունենա ոչ մի ոտքի խնդիր։ Տարբերությունները մենակ չափսերի մեջ են, ինչպես ասում ենք, միշտ կանանց սովոր ենք տենալու ավելի փոքր չափսերի մեջ, չէ, բայց կան նաև խնդիրներ ունեցողներ, ովքեր շատ ավելի մեծ չափսերով կոշիկներ են հագնում։ Այս արտադրամասում տարեկան արտադրվում է մոտ 1200 կոշիկ։ Նախորդ տարվա համեմատ թիվը պակասել է։ Կոշիկները պատրաստվում են միայն հաշմանդամություն ունեցողների համար եւ տրամադրվում են անվճար։ Սկզբից որպես այդ նպատակն էր, որ գումար աշխատեի դրանով, բայց հետո հասկացա, որ ոչ միայն գումար, այլ նաև կարող ես դիմացինիդ ինչ որ բանով կարողանաս օգտակար լինես, դա քեզ ավելի է պարտավորեցնում։